այն ինչ անում ես մեր երկրի հետ, այն ինչ անում ես Սյունիքի հետ ոչ մեկը չի արել։ Սյունիքում փակում է 48 դպրոց։ Թվերը հիմա ասեմ ժողովուրդ, նայեք։ Սիսիանում 19 դպրոց է փակվում։ Արդեն վերջի զանգը ընչել, այլ չեն, այլ դպրոց չի լինելու։ Գորիսում 8 դպրոց է փակվում։ Մեղրիում 5 դպրոց է փակվում։ Քաջանում 4 դպրոց է փակվում։ Կապանում փակվում է 14 դպրոց, որից 12-ը սահմանային են։ 27 սահմանամերձ գյուղի դպրոց փակվում է։ Օրինակ, հիմա ես գտնվում եմ մի դպրոցում, Լեռնաձորի դպրոցում, շքեղ, սիրուն, վերանորոգած, տիպային իր մարզադահլիճներով դպրոցը եւ սահմանամերձ։ Հարցնում ես ինչով եք մտած, ինչի եք փակում ես դպրոցը։ 85 աշակերտ եւ 30 աշխատող ունեցող դպրոց է։ Սիրելի ժողովուրդ, սա ավիրացություն է Սյունիքի նկատմամբ։ Եվ ես կոչ եմ անում, թող բոլորը դեմ քվեարկեն, եթե ուզում եք այս դպրոցները փակվի, ուրեմն այս իշխանությանը կողմ քվեարկեք։ Միակ քաղաքական ուժը, որ իր ծրագրում գրել է դպրոցների փակելը կասեցնել Հայազգային կոնգրեսն է։ Բացեք մեր ծրագրերը եւ կտեսնեք, որ մենք պարլամենտում ամեն ինչ անելու ենք, ամեն ինչ, որ դպրոցները չփակվեն, որովհետեւ դպրոցների փակվելը կրթական խնդիր չէ։ Դպրոցների փակվելը, Սյունիքից դպրոցների փակվելը նշանակում է 50-60 կիլոմետրանոց սահմանային վակուում, դեմոգրաֆիկ վակուում եւ թուլանալու է մեր պաշտպանական հնարավորությունները։ Սա ստրատեգիական խնդիր է եւ այս ստրատեգիական խնդիրը լուծելու համար հարկավոր է ուղղակի այս իշխանություններից ազատվել։ Եթե ոչ, ավիրելու են մեր գյուղերը, մեր կրթական համակարգերը։